Հասկանալի է, դուք միշտ նաև խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ նաև հայտարարում անդադ անդրադառնում եք կատարողական հիմնարկներում մտահոգիչ իրավիճակի մասին, հատկապես շատ են ինքնավնասման դեպքերը, ովքեր տպավորություն են, որ մարդիկ պարզապես չեն ցանկանում այնտեղ մնալ եւ այս ճանապարհն է ուտում ավելի լավ է ինքնավնասել։ Այս մեկ ժամանակ այս տված քննարկումից պաշտոնյաներից դուք ինչ հասկացաք, ինչն է պատճառը նման իրավիճակի։ Նախ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ տևական ժամանակ, ինչ պատգամավորական մանդատս վերցրել եմ շուրջ 3 տարի, ես առաջին իսկ օրվանից խոսել եմ այդ խնդիրների մասին, որ կա քրեակատարողական հիմնարկում, տարաբնույթ են այդ խնդիրները, սկսած առողջապահական ծառայության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող մեր հայրենակիցները իրավունք ունեն պատշաճ բուժօգնություն ստանալու եւ իրենց այդ բուժծառայությունների ուրեմն հետ կապված քրեակատարողական հիմնարկների բուժծառայությունների հետ կապված բավականին խնդիրներ կան եւ ես նաեւ հուսով եմ, որ այս քննարկումը դրական արդյունք կտա, նաեւ իմ պահանջի արդյունքում է, որ այսօր քննարկում ա եղել, քննարկմանը դուք տեսնում եք եւ եւ արդարադատության նախարարն է մասնակցում եւ մարդու իրավունքների պաշտպանն է մասնակցում, ցավոք առողջապահության նախարարը ստեղ չի, համապատասխան պողակի պատասխանատուն է ներկա եւ քրեակատարողական հիմնարկների պետը։ Այս կոնկրետ այս քննարկումը կապված է, կներեք, այն 23 դեպքի հետ, որ 1 տարվա ընթացքում, գիտեք, 23 մահվան դեպք արձանագրվել քրեակատարող։ Սա սարսափելի մի ցուցանիշ, որից 8-ն է ինքնավնասում, բայց կապ չունի, թե ինքնավնասման, թե այլ դեպքերում, սա կոնկրետ քննության տեղիք է տալիս, այսինքն մենք պետք է պատշաճ քննություն անցկացնենք, խնդիրները տարաբնույթ են, եւ այս առումով ես շատ մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց մենք պետք է սկսենք այդ խնդիրների հետ կապված առարկայական քննություն եւ նաեւ այդ բարելավման աշխատանքները պետք է քրեակատարողական հիմնարկներում տարվեն։ Քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են։ Դա նաեւ կախված է քաղաքական նաեւ գործերով, որ ասին քաղաքական ուրեմն քաղբանտարկյալների, քաղաքական իրենց հայացքների պատճառով այսօր գիտեք քրեակատարողական հիմնարկները ծանրաբեռնված են։ Այս առումով ես նաեւ ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել Միքայել Սրբազանի հետ կապված գործին, ես առաջին անգամ եմ սրա մասին խոսում, Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի, ես նաև այդ հարցն եմ բարձրացրել եւ այդ ուրեմն դրա հետ կապված այդ զգայուն շատ կարեւոր հարցը պետք է օր առաջ լուծվի, Սրբազանին պետք է հնարավորություն ընձեռնվի իր բժշկի հսկողությամբ եւ իր բժշկի անմիջական ուրեմն մասնակցությամբ կատարվի եւ մենք ցավով ուզում եմ նաև ասել, որ այս տխուր վիճակագրությունը նաև մեզ զգոնության, սթափության առիթ է տալիս, որ այս հարցերի վերաբերյալ մենք այնպես պետք է անենք, որ այդ 23-ը չդառնա 24։ Ցավով ուզում եմ նաև ասել, որ կարող այդ 24-րդը Աստված մի արածը նաև լինի Սրբազան հայրը եւ այս առումով նաև իրենց ուշադրությանն եմ հրավիրել, ես պահանջատեր եմ լինելու եւ իմ պահանջը պետք է անհապաղ բավարարվի եւ մարդը պետք է պատշաճ բուժօգնության կա համապատասխան ընթացակարգ, այդ ընթացակարգերով անցել է եւ այս հարցը պետք է անհապաղ ուրեմն լուծվի։ Կներեք, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել այդ հարցով։ Եթե վիրահատության կարիք կա, կարծում եմ, որ յուրաքանչյուր վիրահատության կարիք ունեցող մարդ, դա նշանակում է, որ ուրեմն լուրջ է, չէ, որ մարդը վիրահատության է։ Արձագանքեցին ներսում եւ դուք Միքայել Սրբազանի առողջական վիճակի մասին ասացիք։ Մենք դիմում ենք ուղարկել, չէ, համապատասխան պաշտպանը դիմում է ուղարկել, ինձ հորդորեցին, որ ինչ որ դիմումի հետ կապված որոշակի խնդիրներ ա եղել, ձևը ինչ որ պետք է փոխվի, ես այդ ձևը, այսինքն խնդիրը բյուրոկրատական քաշքշուկների մեջ է, այդ ուղումն էլ կանենք, եթե իրենք համարում են, որ այդտեղ ինչ որ խնդիրներ կա դիմումի հետ կապված, մենք այդ էլ կանենք եւ կտեսնենք
Դրանից հետո նորից էլի ձգձգումներ, նորից էլի արհեստական խոչընդոտներ ստեղծվում են, թե չեն ստեղծվում։ Իսկ մյուս 23-ի հետ կապված այ կա, ինչի համար են ինքնավնասում անում, ինչու համար տարաբնույթ պատճառներով են այդ ամեն ինչը, բայց կրկնում եմ, անկախ ամեն ինչից, մենք պետք է եւ 23 դեպքերը, եւ դրա նախորդած բոլոր դեպքերը պատշաճ քննության ուսումնասիրության ենթարկվեն եւ կրկնում եմ, քրեակատարողական հիմնարկներում գտնվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու, իր դեղորայքները ստանալու, համապատասխան բուժ զննություն անցկացնելու, բանտային նորմալ պայմաններ ունենալու, այս ամեն ինչը sense կոմպլեքս մոտեցում է, մեկ հանգամանքով պայմանավորված չի, հանգամանքները բազմաթիվ են եւ այդ հանգամանքները պետք է պատշաճ քննության ենթարկվեն եւ համապատասխան հետևանքները արվեն։ Այս հարցում էլ պետք է ախտորոշում լինի խնդիրների համապարփակ վերհանում լինի, որպեսզի կարողանանք որ առաջ խնդիրը լուծենք։ Սա նաև ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այս դեպքերը որ կան, սա ոչ թե մտահոգիչ է, սարսափելի տվյալներ է, եւ կրկնում եմ, տարին դեռ չի ավարտել, 23 դեպքը կա, որը որ նաև միջազգային բոլոր ստանդարտները կան, նաև չափանիշներ եւ մենք այդ բոլոր չափանիշներին, ստանդարտներին պետք է հասնենք, որպեսզի այս խնդիրներն ու այս խնդիրները իհաց չգան։ Հասկանում, որ Միքայել Սրբազանը դուք միշտ ակնարկում եք, որ կա խնդիր առողջական, բայց չեք բարձրաձայնում եւ հիմա այնպիսի վիճակ է ստեղծվել, որ դուք արդեն հիմա ստիպված եք այս մասին ասել։ Խնդիրը մեկը չի, խնդիրները շատ են, բայց կոնկրետ այս իմ ասածը կոնկրետ անհապաղ վիրահատության անհրաժեշտության կարիք ա եղել։ Մնացած մանրամասներ կներեք, չեմ կարող հայտնել։ Այսքանը որ ասում եմ, սա պետք է ազդակ լինի մեզ բոլորիս, որ առաջի քրիստոնյա ժողովուրդը լինելով մենք իրավունք չունենք Սրբազան հորը պահել եւ մյուս սրբազաններին էլ պահել այդ պայմաններում անդառնալի հետևանքներ կարող են լինել եւ դա ոչ մեկին պատիվ չի բերում։ Սա խայտարակություն է, ոնց ասեմ։ Պարոն Դանիելյան, մեր հասած տեղեկություններից մեկով այս մավան դեպքերից հետ կապված եւ անձ ունեցել է առողջական խնդիրներ, բարձրաձայնել է այդ մասին, ազանգել է, բայց պատշաճ բուժօգնություն չի ստացել։ Դուք այս հարցը արդյոք քննարկել եք պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ, եթե ազատազրկվածը նման ահազանգով դիմում է, իրենք ինչ քայլեր են ձեռնարկում։ Ես ոչ միայն այդ, ես պարբերաբար այս խնդիրների մասին եւ հրապարակայնորեն եւ ոչ հրապարակայնորեն խնդիրը բարձրացնում եմ։ Տարբեր ատյաններին ես ուրախությամբ պետք է նշեմ, որ այս հարցի վերաբերյալ քրեակատողական հիմնարկների հարցի վերաբերյալ կոնկրետ ես կարող եմ մի գերատեսչության, մի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իմ բարձրացրած հարցերին վերջին մի քանի ամիսների ընթացքում պատշաճ վերաբերմունքի արժանացնում է։ Այլ օղակների վերաբերյալ ես նույնը կներեք, բայց չեմ կարող ասել, որովհետև այդ խնդիրները ինչը որ ես ճիշտ է որոշակի առումով վերաբերմունքի փոփոխություն կա, բայց ամեն դեպքում խնդիրները պետք է լուծվեն։ Այսինքն մենք ակնկալում ենք խնդիրների համապարփակ լուծումներ։ Ոչ թե մենք խնդիրը բարձրաձայնենք եւ դա դառնա հերթական վիճակագրությունը, այլ մենք գլոբալ պետք է փոփոխություններ ենթարկենք քրեակատարողական հիմնարկներում։ Կրկնում եմ, պահման պայմաններից սկսած, պատշաճ դեղորայքի տրամադրումից սկսած նրանից, որ մարդը ամիսներ շարունակ չպետք է հերթագրվի, օրինակ, եւ սպասի, թե երբ պետք է իր հերթը գա։ Սա խնդիրներ է առաջացնում։ Դեպք կա, ես օրինակ այդ դեպքով եմ, քանի որ մամուլով կա այս խնդիրը եւ ես մամուլն էլ արձանագրել ես ամեն ինչը, ես այդ խնդրի վերաբերյալ հարցեր եմ բարձրացրել, որ վերջին, եթե չեմ սխալվում դեպքի հետ կապված, նաեւ արյան ուրեմն մարդու բերանից արյուն է եկեբան եւ այսինքն մենք չպետք է հասցնենք այն վիճակին, երբ որ արդեն մարդու վիճակը ծայրահեղ ծանր լինի եւ անդառնալի հետևանքներն են, նոր գնանք այդ դեպքերի հետևից։ Կներեք, շատ մանրամասներ չեմ կարող հայտնել, որովհետև քննարկումը փակ քննարկում է եւ ընդհանուր ասում եմ նրա մասին ինչին որ հրապարակայինորեն ասել։ Ճշտում անեմ, առանց առողջական խնդիրները բացահայտելու կարող եք ասել, գործընթաց քննարկում սկսել է Միքայել arczepiskopos Աջապայանի վիրահատության հետ կապված, թե ոչ։
ում հետ քննարկումներ սկսվի։ Քրեակատարական ծառայության արտադրության նախարարության Ոչ թե քննարկումներ պետք է սկսվի դրա հետ կապված, այլ կա հստակ օրենքի նորմ, եթե մարդուն այդ խնդիրը ունի, պետք է այդ մարդուն արդեն շատ արագ, դες բացատրեցի ինչա։ Բյուրոկրատական քաշք հաստաբանը դիմելա հիմա ասում են ինչ որ մի կետի բան չկա, ինչ որ ստորակետի, ես իմ չգիտեմ նախադասության եւ այլը, դե իհարկե միտում տեսնում եմ, եթե այս ամեն ինչը ձգձգվում է, ես միտում տեսնում եմ, ի՞նչ է նշանակում, ասենք արհեստական խոչընդոտներ ստեղծել, այ մի ստորակետի կամ մի, չգիտեմ, մի բառի, եթե ես նոր էլ ասեցի, եթե ինչ որ խնդիրներ կա, իրենք կարող էին դա օրինակ ասեն, ոնց որ հիմա ասեցին, կարող էին ասել եւ մենք արագ այդ խնդիրները լուծեին, իրենք էլ արագ շահագրգռված լինեին, օրինակ մեկ օրվա ընթացքում այդ խնդիրը լուծել, ոչ թե տարբերի գնա, արի ես մի թուղթը տար, մի հատ մի թուղթը բեր, մի հատ ստորակետը սնշի մետ, ես հուսով եմ, որ արագ այդ խնդիրը կլուծվի։ Այդ խոստումը եղել է արագ այդ խնդիրը լուծելու, տեսնենք։ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան էջում գրել էր, քանի որ 301 թվականին հայ առաքելական եկեղեցի ստեղծվել է պետության կողմից, ճիշտ կլինի, որ 10-55 բոլոր եկեղեցիներում հնչի օրհներ կա, դրոշը տեղադրված լինի։ Արդեն ասես դրոշը տեղադրվեն եկեղեցու դրան մոտ կամ ներսում միտեղ։ Որպես խորհրդարանական ընդդիմություն, ինչ այլ առաջարկներ կարող եք ներկայացնել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա կարող է մի երկու պատարակ հետո ասենք ուզենա օրինակ այլ իր սրտի մոտ երաժիշտների կամ երգիչների երաժշտությունը հնչի տեղ։ Ասենք սուպեր սակոյի երաժշտությունը կարող է ասենք որ կներեք, ասենք պատարակից առաջ սուպեր սակոյի երաժշտությունը հնչի։ Չի բացառում, չէ՞ որ մի օր առավոտը արթնանա, սրտիկ դնի, չգիտեմ, ծաղիկ դնի եւ ասի այլևս Պարզ է, չէ՞ որ սա հայտարարություն է, ինչի մասն է խոսքը։ Այսինքն ինձ համար զարմանալի չի, այն որ արդեն ԱԱԾ-ն, որը արդեն կամաց վերածվում է NKVD-ի, արդեն գնում է եւ ուրեմն քահանաների հորդորում է, չէ՞, sense չգիտեմ, նոր բառ է, չէ՞, հորդորում են։ Այսինքն խնդրում են, դե գիտենք, չէ՞ ԱԱԾ-ի խնդրանքը որն է, ասենք ԱԱԾ-ն գնում է, բան խնդրում է, էլի, sense խնդրում են քահանաներին, խնդրում են, որ կաթողիկոսի անունը զեղչեն, Արցախի անունը չտան, խնդրում են, մարդիկ խնդրում են, հասկանում եք։ Չակերտավոր հեգնում եմ, չեք հասկանում։ Ոնց կարա ԱԱԾ աշխատողը գնա քահանային խնդրի, որ օրինակ դա ինչ է, համանդրությամբ էլ 100 անգամ ասել ենք, չէ, որ այս մարդը իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Սա ուղիղ քրեական գործ է։ Այդ մարդն էլ ինքն էլ խոստովանեց, որ այո, ինքն է հորդորել ԱԱԾ-ին, որ ԱԱԾ-ն էլ հորդորի քահանաներին։ Հորդորը, էլի, հորդորումա որ հորդորեն։ Հորդորի հրաժարվեց անգամ այդ Շիրակի թեմի հոգևորականները երբ հրաժարվեցին անգամ ԱԱԾ-ականների հորդորներից, սա ինչ է կարծում, ըստ փորձագետների սա ապտակ էր նաև իշխող ուժին։ Հուսով եմ Շիրակի թեմի հոգևորականները չեն հայտնվի քրեակատարողական հիմնարկում իր հորդորը մերժելու համար։ Մտավախություն ունեք այդուհանդերձ, որ կհայտնվի։ Ինչի բախ չի, որ այդ մտավախություն, ոչ թե մտավախություն, այլ այսինքն, չգիտեմ, էլի ինչ բառ օգտագործեն, որ տեղին լինի, ավելի քան պարզ է, չէ՞, մարդը ինչ ճանապարհով է գնում։ Միջև դրանից առաջ էլ Արշակ Սրբազանին էին հորդորել, որ հորդորվի եւ միանա տիրադավներին, հերձվածներին եւ մերժի կաթողիկոսին։ Այդ հորդորը չէր տեղ հասել եւ այնուհետև հայտնվեց 7 տարվա առաջվա, այն որ ասում է պլանը ջեբը գցելու օպերացիան իրականացվեց։ Ճիշտ եմ հասկանում, որ քանի դեռ այդ ձեր նշած տիրադավները չէին խոսել, նրանք եկեղեցու մի մասն էին, հոգևորական էին, նրանց չէր կարելի թիրախավորել, բայց հենց այլ դիրքորոշում են հայտնում, դառնում են տիրադավ։ Տեսեք, տիրադավությունը դա ոչ թե իմ գնահատականն է, տիրադավությունը կոնկրետ եկեղեցին ունի ընթացակարգ, օրինակ, եթե պատարակների ժամանակ զեղչվում է, եթե կաթողիկոսի անունը ուրեմն զեղչվում է, եթե մարդիկ մեկ շաբաթ առաջ կամ ընդամենը դրանից ժամեր առաջ դուք մի հատ բացեք սրբազանների դիրքորոշումը, ասածը, մինչև այդ եւ հորդորելուց, ԱԱԾ հորդորելուց հետո իրենց այլ վերաբերմունքը։ Ասածս հետեւյալն է, այսինքն այդ մարդիկ, որոնք ճնշումների են ենթարկվում եւ ես իրոք իրենց համարում եմ պատանդներ եւ այդ մարդիկ կոնկրետ դրանից հետո
չգիտեմ, տիրադավությամբ են զբաղվում, հերձվածությամբ են զբաղվում, դա դրա մասին է խոսում։ Օրինակ հասարակ մի բան ասեմ, էլի ձեզ։ Այնտեղ որոշները կան պատանդ են, իրանք են ասում, որ իրանք են, չէ, պատանդ չի ինքը։ Կոնկրետ իր պարագայում իմ գնահատումն է դա, բայց սենց մի կարևոր մի հատ հարց կա, էլի։ Հարցի նաև բարոյական կողմը կա։ Միքայել Սրբազանը այսօր գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Այն մարդը, որ ասում է Միքայել Սրբազանի եղբայրն է, այդ մարդը գնում է, ներխուժում է, ուրեմն Շիրակի մարզում գտնվող ուրեմն եկեղեցում եւ իր հոգեվոր եղբայրը, որ անազատության մեջ է, ասենք զորբայությամբ գնում են եւ այնտեղ կեղծ պատարակ են անում։ Այստեղ նաեւ հարցի բարոյական կողմը կա։ Պարոն Դանիելյան, Մայրաթոռը հայտարարեց, որ եպիսկոպոսած ժողովը հետաձգվում է, իշխանականներն ասում են, որ Գարեգին II կաթողիկոսը չունի իշխանություն այլևս եւ չի կարողանում ժողով գումարել, դուք ինչպես կմեկնաբանեք։ Ինչ նշանակում իշխանություն չունի։ Կարակ բարձրաբանեք, որ նա այդ իշխանությունը գրառումների ասում են, որ չի տիրապետում իրավիճակին, իր վերահսկողությունից դուրս է եկել եւ հիմա ժողովները տապալվում են։ Մենք սրանից առաջ ինչից ենք խոսում, հարգելի Նարեկ։ Ձեզ հետաքրիր է, այսինքն այդ մարդկանց նկատմամբ ճնշում է գործադրվում, թե չէ։ Ձեզ հետաքրիր չի, օրինակ քահանաների նկատմամբ օրինակ ԱԱԾ-ն կոնկրետ հորդորներ է, ասես մեղմ ասած հորդորներ է իրականացնում։ Կներեք, բայց այդ հարցը ես եմ տվել։ Չէ, ես եմ այդ թեման զարգացնում։ Չէ, ես տպավորություն չեմ ստեղծում, հանգիստ հանդարտ եղեք, ես տպավորություն չեմ ստեղծում, ես ուզում եմ տրամաբանորեն գանք հասնենք ընկետին, թե ինչա տեղի ունեցել։ Տեղի ունեցել հետևյալը. կոնկրետ ուժային կառույցները ներգործություն են ցուցաբերում անգամ քահանաների եւ բարձրաստիճան հոգեվորականների նկատմամբ։ Սա ինձ համար ամենակարևոր արձանագրումն է, որ պետք է անենք։ Վաղը ինչ իրենք կասեն, ինձ հետաքրքիր չի իրենց ասածը։ Ինձ հետաքրիր են փաստերը, իսկ փաստերը ցույց են տալիս, որ կոնկրետ ուժային կառույցների մեթոդով ներգործություն է տեղի ունենում եկեղեցու ներքին գործերին։ Էտա փաստը ռեալ հոգետնի վրա, փաստը դա է։ Այն մնացածը դա եկեղեցու ներքին գործերն է, բայց այն որ այս մարդը արդեն միջամտում է, դա անարարկելի փաստ է։ Որ եպիսկոպոսատ ժողով հնարավոր չի լինում գումարել, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ իշխանությունը վերազանցել է իր բոլոր լիազորությունները, անբացատրելի եւ աննկարագրելի ճնշումների է ենթարկվում Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը, ենթադրում են, որ անգամ օկուպացիայի ժամանակահատվածում, բոլշևիկյան ժամանակահատվածում եւ դրանից առաջ, ինչպես նաեւ Սրբազան հայրը նշեց, թուրքական օկուպացիայի ժամանակ այս կարգի ուրեմն ճնշումներ եւ այս կարգի անբարոյականություն երբեք տեղի չունեցել։ Եթե դուք ինձ նման մի բան հիշեցնեք, ես կհրաժարվեմ իմ այդ մտքից, ես չեմ հիշում մի դեպք, երբ որ Սրբազանին ուրեմն կալանավորեն, տանեն եւ դրանից հետո արդեն մուտք գործեն եկեղեցի եւ զբաղվեն պղծությամբ։ Նման բան տեղի չի ունեցել։ Արդյունքներ կան, որ Արշակ Սրբազանին կալանավորելուց հետո արդեն ճանապարհը բացվել է եւ վեհապարին հնարավոր է կալանավորեն, գործընթացներ սկսվել, նույնիսկ մամուլում տեղեկություններ կան, որ մինչեւ նոր տարի ուզում են վեհապարից ազատվել, ինչ պետք է անի ընդդիմությունը այս առումով, արդյոք պետք է արձագանքողի դերում լինել եւ դուք ներողություն նշել էիք մեկ անգամ, որ անգամ ձեր արյունը թող թափվի, եթե պետք լինի, բայց դուք կպաշտպանեք եկեղեցին։ Հիմա ընդդիմությունը ինչ պետք է անի այս առումով եւ ինչ աջակցություն պետք է ցույց տա ծրագրերի պայմանավորվածությունները։ Եթե դուք հետևում եք իմ գործունեությանը, դուք էլ տեսնում եք, եթե դուք այդքան տենչում եք դա, չգիտեմ, բայց ես երբեք ինձ դուրս չեմ դրել այդ process-ներից, եթե դուք ուշադիր լինում եք ու եւ նաեւ ուշադիր կարծում եմ իմ բոլոր հանրային ուրեմն խոսույթը եւ իմ աջակցության բոլոր այն հորդորները կամ գետնի վրա իմ աջակցության պատրաստական եք խոսք ընդդիմության մասին։ Ես միշտ պատրաստական եմ ոչ միայն խոսքով, այլ գործով եմ ցույց տվել պաշտպանելու մեր սրբության սրբոցը Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը։ Խնդրում եմ նաև իգիտություն ունենաք, իգիտություն բոլորին, որ ես նաև պատրաստ եմ այդ անձնազոհությանը թող անպագորգոր չհնչի եւ ես համոզված եմ, որ իմ նման շատ ու շատ մարդիկ կան, որոնք պատրաստ են թեկուս իրենց կյանքի գնով պաշտպանել Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը։ Իսկ ընդդիմությունը ինչպես պետք է աջակցի, պարոն Դանիելյան, ինչ քայլեր պետք է անի։ Խոսքը ձեր մասին չի, ես ուղղակի տեսեք, ինչ
ինչ պետք է անի ընդդիմությունը պետք է այն ինչը որ ամիսներ, տարիներ շարունակ ասվել է, կոնկրետ պետք է եթե ուրեմն բանը հասնի նրան, որ սկսվի այդ արշավը եկեղեցու դեմ, արդեն չգիտեմ, էլ այդ գնան եւ փորձեն ուժով գրավել Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը, մենք պետք է կարողանանք բոլոր օրինական մեթոդներով, թեկուզ կրկնում եմ նաեւ մեր այն որ ասում է կյանքի գնով, եթե պետք է մեր վրայով թող անցնեն եւ այդ առումով մենք պատրաստական մենք երբեք մեր ծրագրերից չենք շեղվել, մեր նպատակներից չենք շեղվել, ու սա կրկնում եմ նեղ անձնական, կուսակցական խնդիր չէ։ Ես որպես այս առումով հանդես եմ գալի որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եւ կարծում եմ որ այն մարդիկ, որոնք որ իրենց համարում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, պետք է գետնի վրա կարողանան այդ պաշտպանությունը կազմակերպել։ Եթե այն մարդիկ, որոնք որ համարում են իրենց հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, իրենց անգամ 10%-ը շատ մեծ թիվել չեմ ասում, կամ 5%-ը պատրաստ լինի պաշտպանության եւ այդ վճռականությունն ու եւ կամքը տեսնում եմ վեհափար տիրոջ, որ ինքը անսասանա, մենք կարողանանք պաշտպանել Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը։ Այլապես եթե բոլորս խոսենք ստատուսներ գրենք եւ գետնի վրա մեր աջակցությունը չդրսևորենք, իհարկե ինքը իր նպատակներին հասնելու է։ Եվ շատ կարևոր է, որ այն քաղաքական գործիչները, որոնք որ ստատուսներ են գրում եւ այլը, կարողանան գետնի վրա իրենց աջակցությունը ցույց տան, ոնց որ մենք ցույց տվեցինք այդ աջակցությունը գնալով օթակայան եւ դիմավորելով վեհափար տիրոջ։